Աշխատել ուղիղ եթերում, 3 վերջնական ահազանգ հնչեցվեց, Նիկոլը շատ կոնկրետ ասաց, որ Տիգրան Աշենը Ադրբեջան է, հիշում եք, որ ինքը ժամանակին ասեց Արցախը Ադրբեջան է և տեսանք Արցախի ճակատագիրը, ինչի արժանացավ, բայց միայն դրանով չբավարարվեցին, դրանից հետո օկուպացրեցին և ադրբեջանցիք վերցրեցին, գրավեցին Սյունիքից, Գեղարքունիքից, Տավուշից, ըստ իրենց 200 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, Սպագրատյանի մոտավորապես 3 Հայաստանի չափ տարածք այսօր գտնվում է ադրբեջանցիների ձեռքում, վերցրել են հիմնական բարձունքները, 100-ից 200 կիլոմետր փայլուն կահավորված մենք սահման ունեինք Արցախում Ադրբեջանի հետ, փայլուն կահավորված, և նրանք, որ ասում էին Արցախը բեռ է մեզ համար, և նպաստեցին, որ այս ազգակործանները հանձնեն Արցախը, հիմա այդ սահմանագիծը վերածվել է 1000 կիլոմետրի և մտել է մեր տուն, այսինքն թշնամին մտել է մեր տուն, բարձունքները հանձնված է, սահմանը 3 անգամ մեծացել է թշնամու հետ, Հայաստանի Հանրապետության հիմնական բարձունքները Սյունիքի ուղղությամբ հանձնված է թշնամուն, այս հատուկ նրանց համար, որ Արցախը պիտի հանձնենք, որովհետև Արցախը բեռ է, հետո ասում են ինչ եք ինչ-որ բառեր օգտագործում, որից հետո մենք ունենք օկուպացված տարածքներ, ցեղասպանությունից որոշ մասը ենթարկված և տեղահանված Արցախահայություն, մշակութային ջարդը շարունակվում է, Բաքվի բանտում շարունակում են խոշտանգվել ռազմաքաղաքական էլիտան, Ադրբեջանի կողմից էլ հայտարարություններ, որ կապիտուլյանտ երկիր է և չպիտի ատոմակայան ունենա, չպիտի ապագայում վստահ եմ ընդհանրապես սահմանափակել են, որ բանակ ունենա, այսինքն Հայաստանի օկուպացիան հիմնարար սկսվում է և հիմա արդեն Հայաստանի Հանրապետության սրտի ներսում մի հատ կտոր են հանձնելու Տիգրան Աշեն, այսպես որ շատ վերև բարձրանանք կարող ենք տեսնել դա, բարձր շենքի բարձրանանք, վստահ եմ կտեսնենք, այդ հեռավորությամբ նստելու են ադրբեջանցիները, կտրեն Սյունիքի ճանապարհը և ցանկության դեպքում ժամերի ընթացքում ուղղակի մտնեն Երևան, եթե կարող եք սա հանգիստ ընկալեք, ես առաջին հաղորդմանը ուղղակի չէի տիրապետում և բղավում էի այս թեմայով, ինչ ասեմ, ժողովուրդը տենց որոշել է գնալ ինքնասպանության, երեկ է Նիկոլն ասում է բղավ մի հատ ինչ-որ բան լսեցի, ասում է բոլորն ասում են կործանվում են, բա հայրենիքի մեծ կտորը տաս թշնամուն, 5000 հողին հանձնես, 13000 հաշմանդամ սահմաններդ բերես թշնամուն կանգնեցնես, ռազմավարական մի դաշնակից ունես դրա հետ թշնամական հարաբերություններ հաստատես, մի հարևան նորմալ երկիր ունես Իրան, բերես իրա սահմանին նստացնես իրա ոխերին թշնամու Ադրբեջանին և Ադրբեջանին մյուս կողմից Արցախը 10 Արցախում գա մյուս թշնամի Իսրայելը գա ռազմաբազաներ ստեղծի Իրանի ուղղությամբ, բա դա թշնամանք է, թշնամանք չէ Իրանի նկատմամբ։ Դուք որ ասում եք սրտից միջից տարածք է տալիս, ես հիշեցի Վազգեն Սարգսյանի խոսքը, որ ասում էր Հայաստանից որ մասն էլ տաս դա սիրտ է եւ այդ սրտի ծայրամասը ոժն է, հիմա սա է, իրոք ծայրամաս չկա եւ ամեն ինչն էլ ինչը տալիս է Հայաստանից մեր երկրի հատվածից է, բայց ես ասել եմ այս պարտության սիմվոլներին այլևս չեմ մեղադրում, իրանք բազում անգամ ասել են, որ իրանք չեն եկել հաղթանակներ բերելու, իրանք փաստով բերել են կորուստներ, բերել են եւ տարածքային եւ մարդկային մեծ կորուստներ, այսինքն դրանք նաեւ ասել են, որ դարակազմիկ հանցագործներ են, ոչնչով թույլ չտվեցին պարզաբանումներ տեսնենք։ Այն հանձնաժողովը, որը ստեղծվել էր եւ պիտի բացահայտեր որոշակիորեն, թե ինչ է տեղի ունեցել իրականում, այդ ինչպես եղավ, որ մեր հաղթական զինվորը, որը կարողացել էր կանգնել, հաղթել եւ այդ հաղթանակը այդ ինչի արդյունքում կորզվեց մեզանից, այսինքն քաղաքական պարտություն էր եղել եւ այդ քաղաքական պարտությունը որոշեցին հանկարծ զինվորների վրա թողնել, այդպես չի լինում։ Եվ ընդհանրապես այս մարդիկ, որ իրար անվան արկել են, իրար ինչ ասել են, այն մեկը խոսնակ է, հիմա ինչա, այն Սիմոնյան Ալեն կա, դրան ինչ էր ասում էր քաղաքական պուտան կա։ Հիմա որ այտենց ասում էր
բայց ես մտածում եմ, ասում եմ, հենց նայեք, ով ա ում ինչ ասում, սա գոնե այն Մատվինկոյի հետ կարում էր ծաղիկներ տալ, խոսել երկու բառ, հիմա սա իր սիրելի են Ալիևի կնոջը կարա, ասենք ծաղիկ նվիրի, կարող է նվիրի թեքի վրան, չէ, ասի վեկալ այդ փունջն էլ տա քյալի։ Այս դեպքում էր էս թքում, ալեններ թքում։ Դե հիմա դրանք տենց են, դրանք էս են եւ իրար արժանի են եւ իրար այսպես կարողանում են որակումներ տալ եւ այդ որակումներով այսօր իրար լիզում են, որտեւ իրար ինչն է միաբանում լապը։ Իրանց ու երկիրը չի, գաղափարը չի եւ իրանք դա չեն թաքցնում եւ այդ նույն Նիկոլը, որ հիմա հասնում է, միշտ էլ ասել է։ Հիմա այս ժողովուրդը որ գնաց, նու չասեմ որ ընտրեց, ես հիմա հիշում եմ որ հունիսի 12-ին 2 տարի առաջ, երբ ժողովուրդը ուզում էր իշխանությանը տեր կանգնել իր երկրի իշխանությունը վերցնել իր ձեռքը, ռումբեր նետեցին եւ Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարեց, որ ճիշտ է անում իշխանությունը, այսինքն ասաց, որ ես եմ հրահանգել, սենց էլ պիտի լինի։ Դուք ով եք, որ իշխանություն ձևավորեք կամ չգիտեմ ինքնություն ունենաք, եւ այդ ամեն ինչը եղել է նաեւ այն, երբ պատերազմից անմիջապես հետո Անգլիայի արտգործնախարարը ելույթ էր ունենում, ես ելույթը ռուսերեն կարդացի եւ տեսա, որ տարածաշրջանում այլևս Հայաստանի անունը չի հոլովում, կա Ադրբեջան, կա Վրաստան, Հայաստան գոյություն չունի։ Այսինքն մենք այլևս նկատելի չենք եւ այո, ճիշտ են ղեկավարները կամ կուսակցությունների ղեկավարները նախկին նախագահներ, որոնք ասում էին արդեն մենք բանակցող կողմ չենք, մեզ վրա բանակցում են։ Այո, այդպես էլ կար, մեզ վրա բանակցում են։ Եվ հիմա եթե մենք փորձենք հարգելի Անժելա ասել թե այս ինչա տալիս, ինչա ինքը ասել է որ տալու է, ինքը պարտության սիմվոլն է, ինքը եկել է Հայաստանը վերացնի եւ վերացնելու առաջի քայլը Արցախը հանձնելն էր, հանձնեց։ Եվ այդ ընթացքում այո են ազնվազարմ հայերին, նրանք ովքեր պատրաստ էին կյանքից վեր էին համարում երկիրը հայրենիքը Հայաստանը, նրանց գլուխը աղաց, նրանց արյունը խմեց եւ հիմա այդ դարակազմիկ հանցագործը իր թիմով այդ պարագլուխներով լծված է ուրեմն դրամագողությամբ։ Ինչի որովհետեւ եթե 4 միլիոն դրամ տալիս եք ինչ որ մեկին պետական հիմնարկ, որը օգուտով չի աշխատում եւ այդն էլ արդարացնում եք դեսս դրանից այո սիրելի հայ գյուղացիներ այն որ տկնում եք ճարճարվում եք չեք կարում 400,000 դրամ վաստակեք անգամ 4 միլիոն ձեր 10 պատիկա ես իմ չգիտեմ 20 պատիկա եթե ընտանեկան բյուջեի վերածենք տեսնեք որ ձեր ամբողջ գյուղի բյուջեն ավելի քիչ է կասերանց միանցվա այո մոտավորապես ասին 10,000 ալենն ստանալու Գոնջյանիկի 10,000 դե հիմա սրանք էլ ասում են բայց ինչի՞ է մենք այսքան որովհետև դուք սնում եք ԿՊ-ին իսկ ԿՊ-ն այսօրվա երկիրը վերացնում է նա չի բերել նրանց բիզնես կազմակերպել որը արժանի լինի որ իրենք կարողանան ապարքեվավճարվել ասենք ձեզ հանել են եվրո շուկաներ եւ այնտեղ կարողացել եք լուրջ գումարներ վաստակել եւ սրանց էլ այտենց $10,000 աշխատավ ոչ սրանք ասում են դու ով ես որ այս ժողովուրդ եթե դու ԿՊ ես ընտրել դու ինչ իրավունք ունես ապրելու ասենց պետք է լինի այո եւ այդտեղ իրանք ճիշտ են եթե դուք գնացել եք պարտության սիմվոլներ եք վեր արտադրում մարդիկ ովքեր հասկացել էին որ չեն կարողացել արդեն վստահություն շահել եւ ես հիմնականում հենց Երևանն էր խոշոր քաղաքներն էին որոնք մերժել էին այս ԿՊ-ին այստեղ պիտի նաեւ ասեմ որ այո ընդդիմությունը չկարողացավ ժողովրդի հաղթանակին տեր կանգնել չկար թե չուզեց չկարողացավ ի վերջո նույնն է բայց այդպես եղել է այսինքն սրանք նախքին այդ մեծ հավատել չեն կարողանում ներշնչել եւ այդ սուտը կեղծիքը արդեն վերանում է եւ ես վերջերս լսում եմ եւ մեր հարգարժան падգամավոր Լիլիթ Գալստյանը շատ լավ ձևակերպում տվեց Նիկոլին իր այդ աշխատալավ ոճը ասաց լսի այդ քաղաքական ժուլիկությունը դիվանագիտություն չի Նիկոլ եւ շատ ճիշտ է ասում ընդհանրապես ժուլիկություն է այդտեղ դիվանագիտություն չկա որ մեզ շահ բերի մեր ազգին մեր երկրին նման բան չկա եւ այդ ժուլիկությունն էլ անում են դրա համար որ այդ աթոռները պահպանեն նրանք ոչ չեն եկել Հայաստանի ազգի խնդիրները վերան նման բան չկա դրանք զբաղված են նորից խափեությամբ կեղծիկով ստով իրանց ստի կայսրությունը հասկանում են երբ որ փլուզվի իրանք մնալու են այդ փլատակների տակ դրանք բոլորը կայնելու են արտարադատության առաջ
կանգնելու են եւ այդ դարակազմիկ ոչիրը վերջապես պիտի ճիշտ գնահատական ստանա եւ մենք տեսնելու ենք միասին, որ նրանք, ովքեր եկան ավիրեցին Հայաստանը, նրանք, ովքեր իրենց անկարողությամբ եկան միայն բթվեցին սեփական մարմինները, անասնակալած գոյանքին վայել բնույթ կրելով, դրանք չէին կարող ոգեղեն արժեքներ վերանել եւ պատահական չի այն հարձակումները, որ կատարվում են մեր եկեղեցու դեմ։ Ինչու են կատարվում եկեղեցու դեմ, որովհետեւ նորից հրահանգել են, մի առիթով ասացի, եթե հրահանգ լինի, արա գնացեք սողացեք վեհապարի ոտերի առաջ չկասկածեք նույն վարքյանին, կգնան կսողան, սողալու ընթացքում եթե արդեն հրահանգը չլինի, ոտերը լպստեն, էլ կանեն, որպեսզի այդ տերերին հաճոյանան, տես մենք մի քայլ առաջ ընկանք, էլ չենք սպասում հաջորդ հրը, այսինքն ինքնուրույնություն չունեն, իրենց համար, իրենց կատարած աշխատանքը միայն հանուն լափի է, այս ամբողջ տարիների ընթացքում մենք չտեսանք, ես չտեսա մի բան, որով ասեմ տեսեք, սրանք եկան եւ ոչ սրանք նվիրում չունեին, սրանք որևէ նվիրում ազգին, հայրենիքին չունեն, սրանք եկել են բթվեն, հակառակ դեպքում չէին կան, ես կիսա քաղց ազգի դիմաց տասնյակ հազարներով աշխատավարձներ բաժանել պարգևավճարել, այդ ինչ եք արել, որ տես պարգևավճարվում եք եւ այս առիթով հիշեցի մի պարսկական փոքր պատում, այդ շահը կանգնած ասում է, լսի ինչ անեմ, որ այս ժողովուրդը լավ զգա, իր կողք այդ իմաստունը ասում է, գիտես մի բուր, որ ոսկի դրամ նետես, ժողովուրդը լավ կզգա այդ կանգնածները կգտնեն, ասում է նետում է, տեսնում է, որ այո աշխուժացան, գտան, ուրախացան, ասում է ինչ անեն, որ ավելի լավ զգան, ասում են քիչ ավելի շատ նետիր, շահ ավելի ուրախ կզգան, նետում է ավելի շատ եւ գալիս հավաքում են, բան, այսպես լավ են զգում, ասում է, բայց ոնց անեմ, որ բոլորին սենց զվարթացնեմ, ուրախացնեմ, ասում է քեզ պատուհանից գցի եւ բոլորը կուրախանան։ Հիմա ես այդ ԿՊ-ին եմ դիմում, արա այ անկարողներ։ Այս պատումը չեմ ասում ձեզ գնացեք գցեք, արա դեպետած բան դուք անողջ եք, բայց ձեզ իսկապես օտարեք։ Այս սուտից, կեղծիքից դուրս եկեք, վերջապես թողեք այս ազգը շնչի, այս երկիրը առաջընթաց ապրի, գրանցի։ Իսկապես էլ պետք է, հասկանում եք, արդեն եթե վերացնում եք, սա բերել եք այդ նույն վիլայեթի կամ չգիտեմ գուբերնիայի կարգավիճակի, հիմա են կոմ կտանեք, թե են կոմ, այդ ինչ չի էր դարկրում։ Ես հիմա տենում եմ, ուշ չեք թողնում մեջը, որ կարողանա իր ոտքի վրա կանգնի եւ վաղը չգիտեմ, ով կդմփի գլխին ու կտանի, բայց դա է լինելու, որտեվ եթե ուժը բացակայում է, եթե արդեն չկա որևէ բան կամքի դրսևորում, չկա, ես իներտությանը հավատացեք, մեկը տեր է կանգնել Եվ ես հասկանում եմ, որ ազգային նկարագիրը այլևս չկա, չի գործում եւ պարբերաբար այստեղ էլ իրանք չեն խապել, այդ ԿՊ պարագլուխները ասել են, որ ազգային երազանքներ չունեն, դա չունենալ էս պտիլներ էլի, բայց վախներս վերել է անենց թակավոր էինք ունեցել, անենց արքայից արքա, որ անենց մի տարածք նվիրեց, որ ինչքան էլ կորձում են դեռ մնում է եւ ես մի փոքրիկ բանաստեղծություն ունեի, որ հիմա Կուզեի հնչեցնել մանավանդ որ էլի տարածքներ են անտարում, Տիգրանաշենը, մյուսը, իմ արքան արքայից արքա էր, թուր ուներ, ձի ուներ ու կանայք, դարերի համար էր պայքարել, որ ինչքան էլ կորզեն դեռ մնա, ծովերը հեռու են մեզանից, դարերը անցել են նահանջով, երբեմն զարթնում եմ զիլ ձայնից, այն հզոր աշխարից ինձ կանչող, ես շատ ուզում եմ այդ հզոր աշխարհի կանչը լսեք, ես շատ ուզում եմ, որ այս ԿՊ-ական պարագլուխների կեղծիքը, սուտը, թմբիր բերող այդ չգիտեմ դատարկախոսությունը շրջանցեք եւ գնաք այն հզորներին հաղորդվեք, այն որ ունենք, այն որ ուրիշները, չգիտեմ տասնյակ օպերաներ են գրել այդ Տիգրան մեծի շուրջ նրա մասին, իսկ կասկածի տակ են դնում, չէ, բան է, հա Տիգրան մեծը, հա, արա Տիգրան մեծը, որի այսօր ստեղծած երկիրը հա ծախում եք եւ իր հաշվին ասում եք խաղաղություն ենք բերել, արա դուք չեք բերել, դուք Տիգրանի նվաճածները տալով ասում եք ինչ խաղաղություն դուք ընդհանրապես որևէ բան կարող եք պայմաններում բանակում դե բա կլինի էլի բա 33 քանի ամսում բանակում կլինի ես հիմա ավելի մեծ աղետներ եմ սպասում որովհետև չի լինում այսպես հասկանում եք եթե մի երկիր արդեն ինքնատիրապետումից դուրս է եկել երբ նայում ես որ ակնհայտորեն սրանց բան ու գործը դա եւ հետո այդ որ թոշակ են չէ
փորձում են մի քիչ այդ ինչ զնգոցներ են այդ գրոշների վրա անում, որ այս խեղճ ժողովուրդը մտածում է, տես, արա միլիոնները դնում են ջեբերը, այ սիրելի հայրենակիցներ, քեզան տակի մնացած ինչ որ բան են շպրտում, բայց անց զնգոցով, որ այ մարդ դե տեսեք, ոնց որ իրենց մաշկից են փոկում տալիս։ Էլ չեն էլ ասում, որ արա մենք քո հաշվին ենք ապրում, ուրճանում, այսպես։ Եվ ընդհանրապես հիմա ժամանակները չէր, որ պիտի գային եւ որոշեին այս ինչ է սա արել են, ոչ, հիմա մենք մեծ, ուրեմն կռվանների առաջ ենք կանգնած եւ պարտավոր ենք այդ միասնականությունը դրսեւորելով լուծումներ գտնել, բայց ախր սրանց նպատակը հայրենիք ու ազգային նկարագիր ունենալը չի, որ մղվեն դրան։ Սրանց նպատակը էլի եմ ասում սեփական լապն է, որից բացի ուրիշ բան տեսանելի չէ։ Եվ ցանկացածը վերցրեք, սրանց որին վերցնում ես գալիս է սուտ կեղծ են օրը մեկն էլ եկել էր դրանց ներկայացուցիչ ասում ամեն աշակերտի վրա 20 միլիոն ենք ծախսում, ինչքան է 28 սեպտեմբերին փակված է լինել։ Ահա, դե տեսեք հիմա ես էլ նայում եմ որ սկի Միացյալ Նահանգները կամ չգիտեմ այդ եվրոպական դպրոցները նման ծախսեր չեն անում, բայց դե սուտա ասենք էլի թո կուտուտ է ժողովուրդը հասկանա թե ինչի է վատ ապրում։ Երեխուն ենք ուղակի փողը տալի։ Խեղճ երեխա ինչա տեսել դրանից։ Այսինքն այդքան փողել ընդեղ են լափում գրում են, տեսեք, սա է։ Եվ էսա, սրանց միակ ասում եմ ամեն ինչի մեջ միակ բանը, որ այո, միաձուլել է լափը, եւ էլի եմ ասում ոչ թե կայքը, չգիտեմ կարողությունները, բաները, դրանք իհարկե էլի կան, բայց հիմնականը լափն է, եւ լափամանին գերվածները հայրենիք ստեղծել չեն կարող, չկա անձնական սիրո նվիրումը եւ չարել կարող լինել, սրանք ով են, որ մոտենան այդ անձնականությանը, սրանք եսակալած Եսակոլոլ, ստակոլոլ գոյանքները։ Իմիջիայլոց այդ լափաման բառը իրենք բերեցին, բայց ոնց որ թե այդ լափամանը միլիարդների, միլիոնների մասին է խոսքը, այդ աստղաբաշխական աշխատավարձների մասին չի, որ ասում են ալեն այսքան աստանալու, այսքան, չգիտեմ, ինչքան 100,000-ներ բաներ, պարզվում է այն թքող մոր թքող բալան, այն որ ասում են իրանք են մեղավոր, այո, դրանք հիմա պարզվում է, որ նաև այնքան բանը դե բոմժ ինչ է նշանակում որ չունեն չէ տեղ բան իսկ խնդիրներ ունեն տարածքի ապրելու եւ այլն եւ այդ խնդիրներն ունի որ այսքան բառեր ինքը ասում է եւ մարսում է այսօր դատական համակարգը որոշել է 49 միլիոն ի օգուտ ալենի որոշում է կայացել այս են թքողի մասին այս են հայհոյողի որ հերոսի հետ ոնց էր խոսում ինչ ամբարտավան լկտի էր իրան այդ նույն դատական համակարգին եթե մենք չկարողանանք արդար պատժել դատարանը դի որոշի որ ալենը պորնիկ չի, դատարանը որոշի որ ալենը թքող չի, դե տեսեք, եթե որոշի որ ալենը անբարոյական չի, դատարանը որոշի որ ալենը ասենք պետք է չարժանանա չաուշել։ Գրպանի դատարան, հա, եւ ինչ Նիկոլը ինչ էր ասում։ Որ երկիր հանձնող չի։ Կա մի դատավոր, որ իմ ասածը չանի, այսինքն հրահանգները ստանում են, անում են, այսինքն իրաց փող են ուզում, այսինքն դատում է ու փողերը։ Հա, բայց ստյանան, այսինքն կռիվը էտա, փողնա, լափնա, հայրենիքը չի, ճշմարտությունը չի, ի վերջո, սրանց համար սա քաղաքական չգիտեմ ինչ, այդ իր բառապաշարը չէր։ Քաղաքական պուտան կա։ Այդ իր բառապաշարը։ Իրան էին ասել։ Ես համացանցում տեսա տարածված էր, որ այդ փող խոսնակը ժամանակին սրան համարել է քաղաքական պուտանկա։ Հիմա կարող է կարծիքը փոխել։ Կացնեմ բոմժեք, դնեմ բանը թքեմ, ստորացնեմ, նվաստացնեմ, ծեփեմ։ Դե հիմա գուցե կարծիքը փոխել է, հիմա գուցե քաղաքականը հանելա, թողելա, չգիտեմ։ Հիմա պիտի հանդես գան, մի հատ ասեն։ Դե դատական բան սկսեն, տեսնեք, դե իրար հանդեպ քաղաքականա թե ինչ է։ Բայց իրանք նույն բյուջեից սնվում են, իրաց պետն է մի հատ էլ դատի տան հետո։ Հա, բավոն։ Բայց սա խումբ է ժողովրդի վզին նստել է, այս ժողովրդին էլ բանարը չնայած արդեն շատերը փոխվել են, շատերն են փոխվել, այո, եւ սրանք հասկանում են, որ օր-օրի ավելանում է այն հոց բազմությունը, ավելի է մեծանում նրանք, ովքեր հասկացել են, որ իրենք խաբված են, հազարապատիկ ձևով են խաբված, ստորացված են, եւ այս ամբողջ տարածքները, որ հանձնվում են, այստեղ կաթիլ մեր զավակների այրունն է, եւ այն ամբողջ տարածքները, որոնք մեր թռիչքներ, մեր խիզախումներ, Հայաստանի լինելներ, հասկանում եք, եւ Արցախը, որը սրանք բեռ էին համարում, այս նույն գոյանքներն էին, որ այնտեղ ասում էին Հայաստանն է սա,
Այսքան պատերազմի բանալին պիտի տային, իրանց մեջ չկար այն, որ Արցախը Հայաստան էր, տեղել էին սուտ, տեղել էին խապեբա, եւ դրա համար էլ առանձին պատասխան պիտի տան, եւ այդ հազարավորների այրունը խմելը չեք մարսելու, դուք միայն նրանց չսպանեցիք, դուք մեզ էլ եք սպանել նրանց հետ եւ բոլոր այն ծնողները, ովքեր հասկանում են թե ինչ է տեղի ունեցել, նրանց որևէ բանով գնել չեք կարող։ Մի երկու կլոն կապիկ կառնեք, կլինի որ իրենց զավակի արյունը ծախողներ էլ կլինեն, բա ոնց, բայց այդ 5000-ի մեջ մատերի վրա հաշվածներ կլինեն, գոյանքներ կլինեն։ Եվ այդ ամեն ինչը հիմա նայում եմ, եւ այս Եվրոպա, որ սրանք ընկել են Ես վերջերս որ թերթում էի էլի համացանցում տեսա Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը կար արևմուտքի մասին, ասում էր մի քիչ հումորով ընդունեք այդ Եվրոպային եւ այդ ողջավորությունը որ ունեք, այդքան էլ այդպես չի, նրանք իրենց շահերն են հետապնդում։ Եվ եկա որը եւ տեսանք որ այո Շատ ճիշտ էր գնահատել, մի քիչ հումորով մոտեցեք դրանց։ Եվ իրենց շահերն էր, որ տեսանք այդ Միշելը, մյուսը եկան գնացին եւ այստեղ երբ արդեն Արցախի համար անվտանգություն էին որոշում այդ բուֆերային գոտիները հանձնելուց հետո հանկարծ եղավ հարձակումը բուն Արցախի վրա եւ այստեղ Միշելը այդ գոյանքը, այդ քաղաքական դաշտի շունը հայտարարեց, որ անակնկալի եմ եկել, արա տո դու այդ ծախ գծել որոշել էիր Այս հարիֆներին վեկալել էիր, սրանք ինչ քաղաքական գործիչ։ Այս մուտիլովշիկներին տեսել էիր, որ սրանք կողմ են, որ քաղաքական միտք ունենան, անալիտիկ ուղեղ ունենան եւ կարողանան ինչ-որ բան գնահատել, հասկանան։ Ոչ, ու դու կարողացար հեշտությամբ կուլ տալ։ Եվ այդ օրերին հիշում եմ բոլորս հիշեցին Կիլիկյան, որ ինչպես էլի այդ նույն ֆրանսիացին եկավ, կուտը տվեց եւ իր առուծախը արեց, թռավ գնաց։ Այսօր էլ նույնն էր, բայց հազարամյակով այդտեղ հայերն էին ապրել Եվ էլի այդ նույն արևմուտքը եկավ եւ խապեց, եւ հիմա էլ տեսնում ենք ինչպես են մեզ առնում ծախում, այս որ Թրամփն ասում, չգիտեմ ինչ են ասում, արդեն բոլորը հասկանում են, չէ՞, էսի վեկարելը որ ծախի հարմար պահի, պիտի ծախի, փող պիտի առնի, դնի ջեբը, այս մարդը բիզնեսմեն է, սրան էլ որևէ ժողովրդավարություն, բան չի է, արա մարտակերուր ժողովրդավարություն է, հասկանում եք, եւ այդ բանով որ տարածվեց թե այդ մարտակերությանը ովքեր են մասնակից եղել եւ այսօր դրանք մոլորակին տեր են կանգնել բայց մոլորակը ուզում եք մարդկային համոհոտ ունենա որտեղից կունենա չի կարա ունենա դե հիմա մենք էլ այդ ուժը չունենք որ դոնեմ ասեմ գիտեք այսպես բայց գոնե չպետք է տենց ենթարկվենք դրանց չէ պիտի լինենք այնտեղ գոնե որտեղ մի քիչ մարդկություն է մնացել մարդ է մնացել այս սրես չի է տարկում հեսա վաղը միսօր լրիվ ռոբոտացնելու են եւ այդ ռոբոտացված միջավայրը դառնալու է թելադրող մարդը օտարվելու է գնալով մենք տեսնում ենք որ արդեն նույն արևմուտքը սերը հիվանդություն է համարում հասկանում եք սերը հիվանդություն է որակել եւ պիտի բուժեն սիրուց նրանք ովքեր սիրահարված են պիտի դիմեն բանի բժշկի որ այդ բժիշկը կարողանա բուժի հասկանում եք մենք հասել ենք այդտեղ եւ այդտեղ մեզ ստանում է այդ նույն արևմուտքը եւ եթե մենք չկարողանանք մի հայացք նետել մեզ, մեր մեծերին, մեր ապու տատերին, ապու պապերին, նրանց, ովքեր իսկապես կարողացել են հայկականությունը շեշտակիորեն պահել եւ փոխանցել մեզ, այդ նույն Տիգրան Մեծից սկսած են Հայկ Նահապետից չես գտնարարված Մաշտոցը, Նարեկացի, Թումանյան ու Կոմիտաս եւ այսօրվա մեր աչքի առաջ եղած մեծերը, ովքեր երեք մեր կողքն էին Նրանք պահեցին եւ էլի նրանք են պահում այս երկիրը չկարծեք թե քպեն ինչ որ բան կարող անի բացի հանձնելուց ուրիշ բանի չի տիրապետում սրանք քանդարարներ են քանդում են 0 կետեր ասում բայց 0-ից իջեցրեց մինուս չգիտեմ ինչ հավերժություն մենք հիմա միջև կարողանանք ստապության գալ ես իհարկե հասկանում եմ որ էլի եմ ասում այդ ուժը չունենք որ այս տարածաշրջանում կարողանանք ինչ որ մի բան բայց կարանք չեն ներքին բարոյականությունը սրանց այս զավեշտալի խոսակցությունները այս հոխորտանքները որ գնում դուրս է կզում գալիս են ստեղ ուզում են տաղահերևալ խոսքասող դառնալ կամ թեկուզ նրանց մեջ եղած կանայք ինչ կար մակունց կար չէ ասում էր առաջվա Թուրքիան չէ հիմա դրա համար գնաց մի հատ դեսպան մի հատ էլ բերել այս սրանք են այս են Սրանց պիտի փող տան ու դու պիտի նռաս այս ժողովուրդ դու կանի սրանց պահում ես այսպես այո քո ամբողջ գումարը սրանք փոշեկուլի պես քաշելու են տանելու են եւ այս ծաղրն են թողնելու մեզ որտեղ մեզ
այո ցույց են տալու, որ դուք արժանի չեք նորմալ ապրելու, որտեղ դուք մեզ եք ընտրել։ Դուք տեսնելով տևականորեն, որ մենք պարտություն ենք բերում, որ մենք մահ ու ավեր ենք բերում, որ մեր երկիր չենք կարող պահեն, գալիս ենք ամբիոններից ստում ենք, կեղծում ենք, խաբեություն ենք անում, կապիկություններ ենք անում, որպեսզի ձեզ զբաղեցնենք, ինչպես որ հիմա չեն գնացի օրենքներ մշակել։ Գնում են այնի նախկինը, այնա նորից նույն երգն են երգում։ Էսի այնա բա դուք տեսել եք նախկինի պալատը։ Արա մի հատ օրենք մշակեք բերեք այդ նույն ջերմեռանդությամբ, չգիտեմ, բայց դրա կարողությունը դուք չունեք։ Հասկանում եք, լիքը օրենքներ կան, որոնք մշակման կարիք ունեն։ Ես ինքս էլ առնչվում եմ որոշ բաների եւ տեսնում եմ, ինչքան թերի են օրենքները։ Իմ զավակի անվան մեքենան, որն այլևս գոյություն չունի, մաս առ մաս տարել են խափանված։ Տարել եմ այդ պետ համարանիշը հանձնելու, ասում են չենք կարող ընդունենք։ Ասում եմ, այդ մեքենան արդեն մաս առ մաս, այսպես թե այնտեղ չկա։ Հիմա այս համարանիշը բան ինչ դու ասում ես չգիտեմ, պետք է կանեք ձեր անունով անեք, ասում եմ լսեք, էս իմ երեխու անունով է։ Իմ երեխան էլ պատերազմում հերոսացել է։ Բա մի հատ օրենք չմշակեք, արա այսօրի կա։ Բա մի հատ չասեք, արա բա այս մարդու երեխան չկա։ Այս մարդուն ինչ եմ շիշը դնում, որ այդ համարանիշը տանի բերի։ Այս իլամիտ մանր բան եմ ասում, արա սրանք զբաղված են իրար վրա, թքելով բանով, կապիկություններով։ Ինչ օրենք, ինչ զգացողություն, ինչ երկիր, ինչ Հայաստան, չկա, եւ էս էլ չի լինելու, եթե մենք մնալու ենք սրանց այս ստի ու կեքսիկի մեջ, եւ մենք այո, ուրիշ բանի արժանի էլ չենք լինելու։ Չգիտեմ, այս անգամ ամեն դեպքում մխիթարիչը այն է, որ շատերի աչքերն են բացվել։ Ես հիմա տեսնում եմ, այո, որ մարդկանց հետ հանդիպում եմ, տեսնում եմ, որ շատերն են հասկացել, որ տևականորեն խաբվել են։ Բայց այդ նույն խաբվածները մեկը լսում ես, որ այս ընտրությանն էլ է գնացել ինքնակամ խաբվելու, հիմա նոր հասկացել է, որ վայ, ես ինչ սխալ քայլ արեցի։ Չես սխալ չես արել։ Դու ինքդ բնազդորեն գնում ես ինքնա ոչնչացման։ Այ հայ, այն հայը, որը գնում է հերթական անգամ վերաշնչավորելու պարտության սիմվոլներին։ Արա բա դուք չեք տեսնում, սրանք վախում են ձեր հերոսների անունները տան։ Անդրանիկ, Նժդե, մյուսներին, բոլոր նրանք, ովքեր նվիրում ունեն ազգին, բոլոր նրանք, ում մեջ հերոսականությունը ուժ է, սրանց թշնամին է։ Սրանց թշնամին է, եւ նրանք ապրում են այդպես, նրանք մեկը բերել է ինչ-որ պատկեր, ասում է տեսեք, մանվել է, ժենգիլ է, գցել է։ Բայց դուք գիտեք, սրանք ոնց են իրենց նմաններին գտնում բոլոր ոլորտներում։ Բերել է մեկին, ով որ ժուլիկներից մեկն է, ով 44 օրյա պատերազմից հետո ինչ որ վերքեր հարստական սարքել եւ ուղարկում էր դրսի հայերին, ասում էր, ինչ չի վերահատում այսօրվա իշխանությունը։ Այս գետնաքարշ կպեն, չի պետության պետական միջոցներով ինչ չի բուժում։ Հասկանում եք, ձեզ ստորացնելով, ձեզ ու դուք դրանք քթակ, որտեղ դուք իրար նման եք, դուք պետք է հոչեիք էթալու հերոսների կողքը կանգնելու, դուք պետք է գաք ձեր նմաններին, պետք է վերհանեք, հերոսը հարկ մուծողն է, իհարկե ես համաձայն եմ ձեր հետ, եթե այս տեսնելով հարկեր են դեր ձեզ մուծում, որ լապ եք, իրոք դա արդեն, բայց հերոսություն չի դա, հիմարություն է ինձ թվում է, հարկը պիտի մեծես նրան, որ նա դնի երկիր սարքի, պետությունը հզորացնի, երկիրը զորացնի, ոչ թե մաս առ մաս հարկերը տալիս եք, որ հետո ավելի լավ հանձնի, առողջ լինի, ուղեղը աշխատի, չսպասի այն ինչ ասում թշնամի երկրի ղեկավարը, ասի արի ես էլ տամ, արդեն մենք Տիգրանաշեն ենք ասում, բայց ես երկու տարածքի անուն էլ հետը լսեցի, որ Խաչիկ Տիգրանաշենը նշանակում է Երևան Հայաստան։ Դե հա, ինքը տալու է, ինքը Հայաստան։ Ես չեմ կասկած։ Եվ ընդհանրապես ինձ թվում է արդեն տվել է, մենք նստել ուղակի սոց բողոքում ենք։ Տեսեք, մարդիկ կային ասում են, ինչի պետք է Արցախ, մեր որդիները գնան կռվեն, ինչի պետք է զո։ Երկրորդ նախագահի ժամանակ պատերազմը դեռ նոր է վերջացել, պատերազմական բաներ չէ, կա 10 տարի եղել է իշխանության այդ հատվածում, ուրեմն 92-3 զոհ է եղել։ Ուրեմն ձեր սիրելի Նիկոլի ժամանակ, որ իբրև թե խաղաղություն է բերել, այն որ հաչում եք։ Իմ ազգականների մեջ էլ կա, որ հաչում են, ասում են, ինչի պետք է գնային, բա հաչացեք։ 400 քանի զոհ Նիկոլի խաղաղ բանակում, ինչ պատասխան ունեք։ Էս էլ հո Արցախը չի, որ ասեք Արցախ էին գնում կանգնում։ Այստեղ Հայաստանում 420 քանի զոհ, գիտեք չի ճիշտ չեմ ասում, թե որտեվ օրվա վրա ավելանում է ինքը, տենց ճշգրիտ բան չկա։ Այս քանի ամսվա ընթացքում 35 զոհ, բա ինչի ցեն չեք անում։ Բայց այս ժամանակ ասում եք պետք է չգնան Արցախ, հիմա չկա այդ Արցախը տարակ,
հանձնեցիք, կործանեցիք։ Հիմա այստեղ բայ զոհերի մասին չի բայց հարգելի Անժելա, մի բան հաշվի չեք առնում։ Ես հիմա ասեմ։ Դեբիլ է։ Նախ, սրանք բնույթով վամպիրներ են, Արցախը կա չկա։ Վամպիրը արյուն ա ուզում։ Դե այտենց պիտի ասել, որ շարունակեք թողակ արյունները խմի։ Հիմա եթե մի որոշ ընթացք, եթե որևէ զոհ դժբախտություն բաց չլինի, կստեղծեն, որովհետև եթե արյուն չխմեն, ոչնչանա։ Սրանքը ոչնչանա։ Այն կողմը գնա, այս կողմը գալու Քանի կան պետք է այդպես Արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվում է եւ միայն անբարոյականներն ու ավարտված տհասներն են մտածում, որ սա իբրև թե վեհապար հոր դեմ է կամ միայն 4-5 սրբազանների դեմ է, սա շատ կոնկրետ ծրագիր է Մեծ Բրիտանիայում մշակված, որ այս իշխանություններին բերում են, որից հետո պիտի ավիրեն քոքաանան հայ առաքելական եկեղեցին։ Դուք հիշում եք, որ այսպես կոչված այս բոմժերի հեղափոխությունից հետո թիրախում հայտնվել էր հայ առաքելական եկեղեցի, այն ժամանակ ինչ որ բաներ չկար։ Հիմա որպեսզի տհասների ուղեղը մտցնեն, որ չէ, սա վեհապար հոր դեմ է, ինչ որ լեգենդներ, ինչ որ բաներ են ասում, չգիտեմ, ասում են երեխա, то եթե երեխան է, то դուք էլ միակացեք, то լավ արե, որ ասեն Գրիգոր Լուսավորիչը երեխա է ունեցել, ավելի հոգևոր մարդ կա մեր պատմության մեջ իր որդին որ 3 որդի Նախ ես ասեմ հիմա որ այս առիթը եղավ ես շատ ուզում եմ որ այդ որոշումները նախ սխալը կայացնեն հակառակ բան պիտի օրենք դնեն թող չէ մինիմում պիտի առնվազն այսպես լինի որ 4 երեխա պարտավոր են ունենալ բոլոր այդ սրբազանները վեհապար կլինի որ այսա կլինի ճշմարիտը որպեսզի մեր այդ կյանքով ապրեն չէ սրանք եկել են մի հատ չգիտեմ ես եւ այդտեղ որևէ բան չկա հասկանում եմ որ գլուխները խոթել էին սերասավանների մեջ ինչ որ բաներ էին ման գալիս դե ինչ կարենան Գագիկ Ծառուկյանի դստեր հետո են չեն կամ սրանք դե անբարոյական ու իրանց նորմերը դա է եւ դրանք դրանցով են առաջնորդում իրենց թվում է եմ որ ասում է պիտի կարողանան իրենցով չափել բոլորին այդ տեսակա չացած անբարոյական հակահիգենիկ լինի գնա ուրիշի անկողնի մեջ իր կյանքը մարդ ինչքան պիտի ավարտված որ դու գնաս մտնես ուրիշի անկողին ուրիշի կյանք հիմա տեսեք սիրելիներս որ այդ խաչիկը շատ ճիշտ նկատեց իրենց նմաններին են գտել ես սա շատ փոքր բան է մեջ բերեմ դուք տեսեք ինչ է կատարում հայ առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի Գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցած հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով լսեցինք Կարգալույց հռչակված նախքին հոգևորականները լսում եք խաչիկ Կարգալույց հռչատիրադավները այդ տիրադավները իրականությանը չհապատասխանող ցուցունքներ են տվել նախաքննության ընթացքում մեղադրելով թեմի գլխավոր հաշվապահին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ սա ես կարդում եմ որ ասում եք միլիոններ են տարել միլիոն տանողը ձեր Նիկոլն ու իր թիմն է մի օրինակ եմ կարդում դուք տեսեք ինձ սուտ ու այլանդակություն Այս տիրադավները ասել են մենք մասնավորապես Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերեսում պնդել է որ թեմից եւ մայրաթորից իրեն հասանելի գումարի շուրջ 5 տարի չեն վճարել ասել է հաշվապահը ինձ գումար չի տվել հափշտակվել է հիմա ինչա պարզվե խնդրեմ այս մի օրինակ եմ բերում որ դուք հասկանաք այս տիրադավները Նիկոլի տիրադավները ում վրա որ ուզում եք հենվել հայ առաքելական եկեղեցին ավիրեք գցեք վեհապար հորը Տեսեք ինչա պարզել նախ այսի Նիկոլի դատարանն է պարզել նախաքննության մարմինները 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի եւ նրա կնոջ որն ի դեպ նույնպես իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել ուրեմն այս պիղծ տիրադավների կանայքել են էլի սենց այլանդակություն թվով 120,262 բանկային գործարք եւ հետապնդում դադարեցնելու որոշմամբ արձանագրել է որ թեմն ու մայրաթորը այս անձանց գումարներ վճարել են Լավեք Տեսեք հիմա ես ամեն դեպքում դե իհարկե բա Այսինքն իրանց տիրադավներն են անբարոյական գնում է ուրեմն 1002 անգամ գումար է իրան եկել ինքը գնում է ցուցմունք է տալիս ասում է ինձ ոչ մի բան չեն Եթե բառը արդեն ինքը հուշում է եթե մեկը տիրադավ է դա ոնց բարոյականություն կորցրած մարդ է Նիկոլի տիրադավ սրբապիղծները որ գործեր են տալիս հայ առաքելական եկեղեցու դեմ սրբազանների դեմ հոգևորականների դեմ վեհապար հոր դեմ դե ոդքից գլուխ Բայց գիտեք ես անկեղծ ասեմ ես հարգելի Անժելա զարմացած եմ նաև այդ Հռոմի Պապի պահվածքով նրա լռությամբ, նրան տարբերությամբ մի պատանդել նա է, էլի։ Բայց մի հատ ձեն անի։ Դե ուրեմն եթե ուրեմն թող հանձնվեն, թող իրանց անուններն էլ փոխեն, ասի ես Հռոմի Պապը չեմ, ես Հռոմի տատն եմ, ասենք։ Իրանք ուր էին, եկեք դրանով առաջնորդենք, մենք պիտի տեր կանգնենք։ Դե հասկանալի է, բայց չէ որ սա քրիստոնյա կաթոլիկ աշխարհը նրան որպես դե նա պարտավոր է, չէ՞ գոնե մի հատ մի բառով նայեցում կանգնի։ 6000 հոկանոց բանում աղանդավորների հավաքալին եղել բանում համալիրում։
այս օրերին Հասկելա չէ՞ լավ։ Ուրեմն այնօր Նաիրան լավ ներկայացեց, ասում է մի աղանդավորի հետ կապված խնդիր էր եղել, մեզ տերորի էին Եվրոպայում ենթարկում ամբողջ տևական ժամանակ 8 տարի շարունակ հալածվում են սրբազանները, հայրաքելական եկեղեցին, վեհապար հայերը, քահանաները, ոչ մի ծպտում եվրոպական ոչ մի կառույց Չէ, դրանց ուրախանում են այնտեղ արդեն տեսեք, քանդում են ի վերջո նրանք լավ են հասկացել հավատը մեր համար ինչ արժեք է, եւ այս ինչքան տարիներ շարունակ տրոհում են, տասնյակ տարիներ է, այսի մի օրվա բան չի, որ հասել են 6000-անոց հավաքի, դա արդեն տարիներով անում են, եւ ինչ հեշտ են, չէ՞ գնում, ես զարմանում եմ, լավ, դուք որ կարում եք այդ 2 կոպեկով ծախվեք գնաք, բա լավ ձեր այդ ծնողներին, բաներին ոնց եք ուրանում։ Դե հա, այս տիրադավներով 1261 անգամ մարդը փող է ստացել, ասել է ինձ փող չեն տվել։ Դե всё, ասել են սենց ասա, տես ասել։ Այսինքն դուք հասկանում եք։ Դե հիմա կարա չէ տիրադավը վիրավորվի դադավորից, արա ասել եք խապա խապում եմ։ Բախի չեք այդ կոծկում։ Որովհետեւ փոխանցումները կա, որ չներ, այս դատարանները չեն իմ դեմ որոշում կայացնում, որ ես պետք է գնամ, ասենք, այդ ամբարո ազգակործաններին փող վճարեմ։ Ով է որոշում կայացնում։ Բայց դա մի քիչ էլ պետք է ամանչան, չէ։ Ինչի՞ց ամանչել է դատավորները։ Ներկայանալի։ Ինչի՞ց ամանչել է խաղում մեր իրականության մեջ ու հիմա ձեր վրա արձակում են։ Թե իրանց որ թուրքերն եկան, հարցնելու են դատավոր, դու բանին թուրքերին օգուտ որոշում ես, կասեք քեզ չենք մորթելու։ Թուրքիա մեր ինչ տարբերություն։ Պատմություն չգիտեք, ինչ են անում թուրքերը։ Պատմություն չգիտեք, մի հատ թեքվեք երեք ինչ էին անում ադրբեջանցիները։ Ինչ որ մեկին Արայիկ Հարությունյանին խնայեցին, այս թուրքի ձեռքը բռնացել, խնայեցին Արայիկ Հարությունյանին։ Ինչ որ մեկին խնայեցին, որ ասենք, այդպիսի բան տեսել եք դուք որ խնայեն, այն դնել կտրել հարցնում են դուք ում եք պաշտպանել։ Թե դատավորներին թվում է, բանա, Անժելան բղավում ասում է երկիրս իր դեմ որոշում կայացնենք, մենք շահենք։ Ինչը շահես։ Մեկը ընդհանուր ոչ մեկ չի շահելու։ Հա, լավ, հիմա ասենք ինձ վատ վիճակի մեջ գցեցիք, բաննել, այն պիղծնել, ինչա, որ ասում է դատարանով պետք է ասես ես պոռնիկ չեմ։ Դատարանը որոշել է, որ ասենք այդպես չի։ Դատարանը պետք է որոշի, որ ինքը այլանդակություն չի։ Դատարանը պետք է որոշի թե կողմոր, թե ալենի մասնով, թե կողմոր, թե ասենք այտենց։ Բոլորին դատարանները պետք է որոշի նաև որ մերը չի թեքե, ինքը չի թեքե, էդ էլ են որոշելու։ Բայց մերը որ մատերը ցից պայել են, որպես սեռական հայոյան, այդ չկա։ Օրժնանք է տվել մերը, հիմա մենք ալենին տենալոց սենց օրժնենք այդ ցից մատերով, հա, ասենք օրժնում ենք արա։ Դե հիմա այդտենց գժանոցի մեջ ենք ապրում, ուրեմն շուտապույտ ազատվենք արա այս բոլոր գժերից, այս խեղվածներից։ Մի հատ եկեք հիմա ուժ կայացնելու ժամանակն է, ոչ թե կապիկությունները լսելու անելու սրանցից։ Մենք պիտի կարողանանք այդ ուժը, որը կորցրել են, կայացնել։ Հիմա թե ոնց կկայացնենք։ Միակ փրկությունը դա է։ Նախ պիտի այդ համախմբումները անենք եւ նրանք ովքեր տրոհում են, դրանց մի հատ դուրս անենք։ Արդարադատության առաջ դրանք պիտի կանգնեն, պատասխան պիտի տան երկիրը կորցնելու, այսքան հերոսների այրունը խմելու, դիմացա լինելու է։ Արայիկ Հարությունյանը այնտեղ աշխատակազմի ղեկավարը բան արել, նստելա, իմիջիալոց այդպես մամուլում բան եղավ, չէ, որ ինչ որ պաշտոնյաների աշխատանքից հեռացրել են ըստ Նիկոլի ասած օդում կախված լուրերի, որտեղ Նիկոլը իմացել է, որ փողեր են գողացել մի 30-40 միլիոն, փորձել են Ամերիկա տանեն, այդ ըստ օդում կախված լուրը ասում էին Արայիկ Հարությունյանն է, բայց հետո հստակ ասեցին, ոնց որ Ալեն Սիմոնյանն է, գողից գողանում ակամ ինչ անում, հəl տեսեք ինչ թվերի մաս 30 միլիոն դոլար։ Փող դուրս չի տանում։ Չէ, ասում եմ մենակ այդ ինձ է կարելի, այն ինչ որ ինձ կարելի է։ Այսինքն ինքը տանում է, հա։ Հիմա դե գրել էին մամուլում այդպիսի բան էին գրել ու դա միանգամից եզրակացություն կարծիքներ հնչեցին տարբեր, որ դա Ալենն է թալան է տարե 30 միլիոն տանում Ամերիկա, հետո ասեցին Արայիկ Հարությունյանը։ Հիմա տեսեք Արայիկ Հարությունյանը երեք մի հատ հարց է տալիս Արցախցի աղջկա ուժեղ Հայաստանից որպես բան է Եվրոինտեգրման հանձնաժողովի թեկնածությունա դրես ես մի հատ տեսել եմ, դա տեսնեմ, sense մոտավորապես այս ինտոնացիայի մեջ է, որ այդ որ դուք այտենց մի հատ ինձ ասեք, տեսնենք այդ այդ բանի հետ կապված ձեր կարծիքը ո՞րն է, այսինքն որ Արցախը Ադրբեջանը ասել են, կարծիքդ մի հատ ասա, ուրեմն կտանեն Արցախը կկործանեն, մի հատ կասեն, մի հատ լա չես ասելու Արցախը Հասկանում եք, էս ուր է։ Բայց տեսակ չէ, այնուամենայնիվ ասենք այն երեխայի նկարը, որ այդ բանը հանել էր, չգիտեմ, այդ հակահայ երևույթը չէր թողել, որ պատից կախված մնա, այդ մասնակցել էր, չէ, այդ երեխան։ Եվ ինչ էր անունը, կարող է հիշեք, Մարիամ ջան։ Ինչ երեխային է։ Այդ Արցախ էր, որ կոչել նկարը եւ կախել էր այդ ցուցահանդեսին։ 11-ամյա աղջիկը։
Արցախցի աղջիկը եւ հետո այդ նկարը որ հանեցին, բայց ինչ կատարվեց հակառակ ռեակցիան։ Բավականին լուրջ գնով վաճառվեց, չէ՞ այդ նկարը եւ ավելի մեծ արձագանք ունեցավ, այսինքն այն եթե մեր էության մեջ կա, հիմա չէ՞ այդ նույն Ղարսը, բանը, մյուսները որ ասում են, բայց դրանք մեր էության մեջ կա, մենք փոխանակ մտածենք, գտնենք հնար, ճար, ճանապարհ դրել ենք իրար ենք հոշոտում, ես ենք անում, այդպես չի լինելու, այդ տրոհումները լինելու են, այդ մեր աչքի առաջ այսօրվա հզոր երևացողն էլ է տրոհվելու, չիմանաք չի տրոհվելու, բայց մենք ոչինչի պատրաստ չենք, էլի մեր հողը մեր վրա կամ կծախեն կամ սեղացնել կվերցնեն եւ մենք չենք կարողանում հասկանալ, որ այսօրվա մոլորակը անեն ծառագնդացության մեջ է, որ մեր այս հապաղումները իրար վրա ցեխ նետելը հնարավորություն չի տալու շարունակություն ունենալու իսկապես պիտի կայացնենք այդ ամեն ինչը եւ ընդդիմությանը եւ չգիտեմ նաեւ այսօրվա ժամանակա որ իշխանությունը զավթացներին որտեղ դուք զավթացներ եք դուք իմ ձենը խլել եք իմ նմանների ձայնը խլել եք դուք այսօր լեգիտիմ իշխանություն չեք դուք քարե գլխին լեգիտիմ էլ չեք բայց եկեք մի հատ այդ համախմբված մի հատ առողջ միտք արտաբերեք մի հատ տենանք որ հավատանք որ վաղվա ուժը կա դե այդքան վախում եք այդ անգլիաներից ու չգիտեմ ինչերից որ ուժ ունենանք դե հենց այդ էլի այդ շատ գիտեմ չեմ Դանիել Իոնիսյաններին էլ ասում են հարց են տալիս ասում են կնոջ են տարել են տեղ բաձային հանեք ասում է ես ինչ հարց եք հիստերիայի մեջ անգնում եւ բանանում այն որ ասում է Դանիել Իոնիսյանի հույսին մնաց Նիկոլ Դեովա դրա վրա ինչ-որ կասկածելի պատմություններ կար, վերջը չիմացանք ճիշտ է։ Այն ինչ որ ասում են, պետք է ասես մեղա։ Դե հա մեղա, բայց դա չիմանանք ով է այդ արդարադատություն որոշողը եւ ի վերջո հələ դրան հարցնենք, եթե մոր ուզում են բռնաբարեն, էդի պատժելի է թե չէ։ Իրավաբանորեն ես ուզում եմ իմ սիրուն ժողովուրդ ջան, դուրս գաս, ըստ կեղտից դուրս գաս, պրծնես Կարողանաս այդ թրիչկային քո այդ ուղին գտնես, որտեղ հաղթանակներն են, որտեղ քո ինքնությունն է, որտեղ ազնվազարմ հայնն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։